Տարվա որ եղանակին էլ ոտք դնես Գյումրի, Սպիտակ թե Վանաձոր, ոչ կենտրոնական թաղամասերում տխուր պատկերի ականատես կլինես։ Տնակային ավաններում կենցաղային տարրական պայմանների մասին երազող բնակիչներ, թղթիկ կտոր ու ցախ հավաքող մարդիկ, գալիք զմռանը մի փոքր կրակ ունենալու ակնկալիքով ապրող։ Աղետի գոտին արդեն 27 տարի է գոյամարտ է մղում։ 27 տարի այստեղ հավատում են, որ գալիք տարին ավելի լավ է լինելու։ Ավելի լավի խոստում այսօր կրկին հնչեց։ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անցնող 2015-ն էր ամփոփում, տեղեկացնելով, որ Աղետի գոտու բնակապահովման պետական ծրագիրը մոտեցել է ավարտական փուլին, քանի որ ծրագրի շահառու մոտ 5000 ընտանիքի 82%-ի բնակարանային խնդիրը լուծվել է նախորդ տարիների ընթացքում։ Այս պահին իրենց հերթին է սպասում 965 շահառու ընտանիք։ Աղետի գոտում ինչքան որ փլուզվել են շենքեր, նույն մակերեսով շենքեր այս տարիների ընթացքում կառուցվել են։ Այսինքն դա ընդունեք որպես փաստ։ Երկրորդը, ինչ պատճառով է ուշացել, հայտնի է, այսինքն դա զուտ կապված է սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ։ Ամեն դեպքում 2017 թվականին պետության պարտավորությունները Աղետի գոտու նկատմամբ ամբողջապես կավարտվեն։ Ինչ վերաբերում է Հին Երևանի նախագիծը պատրաստ է։ Կառավարությունը իդեմս քաղաքաշինության նախարարության պայմանագիր է ստորագրել շվեյցարահայ Վարդան Սրմակեշի կազմակերպության հետ եւ ընդհանուր արժեքը կկազմի ներդրումային մոտ մինչեւ 150 միլիոն դոլարի սահմաններում ծրագրի։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի համար այս ծրագիրը հաջողված չէ։ Երևանի քաղաքաշինական տեսքի աղճատման մի կարևոր իրողություն էլ կա, նշում է Ճարտարապետների միության նախագահը, խոսելով ձեղնահարկերի կառուցման մասին։ Ըստ Մինասյանի սխալ է նաև ներկայիս քաղաքաշինական ծրագրերը, երբ շենքի արտաքին տեսքը իբր պահում են ու հետնամասում բոլորովին այլ կառույցի հիմք գցում։ Ստացվում է, որ բոլորովին այլ օպերայից հուշարձան ենք պահում։ Դա մեծ սխալ է, որի մասին բազմիցս բարձրաձայնել ենք, բայց անօգուտ։